հարգելիներս ուզում եմ անեմ կանխատեսում եւ տեսնենք ինչպես կանցնի Կիրակին վաղը մեր համար, քանի որ հանգստյան օր է։ Բայց մինչեւ կանցնեմ բուն կանխատեսմանը մի հատ քրչոտի ուզում եմ մի հատ բան ասեմ։ Լավ, ինչքան կարելի այս ստորներ։ Եկել են նյութից տակ գրել են, բայց լավ էլ կարդում ես։ Ուզում եմ ասեմ, հələ ես այնքան գիտելիք ունեմ, որ ես կարդում եմ, բա դու ինչ ես անում։ Այ բամբասկոտ։ Բա ես այդքան մոլորակների աստիճաններ, այդքան մոլորակների անուններ, այդքան համեմատություն։ Ասենք դու հիմա եկել ես իմ քրտնաջան աշխատանքի վրայով ուզում ես անցնես ինչ որ բան ինձ զգուշացնես, խորհրդարանում էլ են կարդում, բժիշկներն էլ են կարդում, մանկավարժն էլ է կարդում, բայց այդքան ծավալուն թեմա եմ ներկայացնում, որպեսզի բան բաց չթողեմ, ես նախորդ բոլորը գրի եմ առնում։ Հասկանում ես, ես գոնե այդքան ուղեղ ունեմ, ես իմ համար անում եմ բացահայտում եւ ներկայացնում եմ ժողովրդին։ Գոնե դու քո համար որևիցե մի անգամ փորձել ես ինչ-որ բանի պատասխան ստանաս քո կարդալու միջոցով։ Դու որ իմ կարդացած գրքերը տեսնես, ուղղակի կընկնես նստած այդտեղից։ Ես գրքեր եմ կարդում, դու ինչ ես կարդում։ Պարապ սաղորը նրա էջին վատ մեկնաբանություններ ես գրում։ Կարդալ ամոթ չի, մենք տառոներն էլ ենք կարդում։ Չիմանալն է ամոթ։ Բայց գրի եմ առնում 30 րոպե մոլորակներ եմ ներկայացնում, աստիճաններ եմ ներկայացնում, դիրքեր եմ ներկայացնում։ Ապուշ։ Ստեղ են ասել, էս շերի մեկ։ Իսկ հիմա անցնենք մեր կանխատեսմանը, ինչպեսին կլինի վաղը ձեր հանգստյան օրը։ Ամենտեղ մի սատանա չարիք կա էլի։ Ժողովուրդ ջան, ես մտնում եմ, նախ նատալ կարտի պատկերը ստանում եմ։ Այդ բոլորը արվում է ինտերնետի միջոցով։ Այնուհետև նայում եմ տվյալ մոլորակների էներգիան, հետո դասավորվածությունը, հետո կարողանում եմ առանձնացնել, որպեսզի կարողանամ իրանց իմաստը ձեզ բացատրեմ, ես հասկանամ այդ իմաստը, թե ինչու տվյալ մոլորակը, տվյալ աստիճանի կամ տվյալ կենդանակերպի նշանի տակ ինչպիսի էներգիա կարող է առաջացնի։ Էս ո՞վ են սրանք։ Դե արի sense տականքների համար աշխատի։ Վաղվա ձեր Կիրակին։ Այստեղ դժգոհություն ունեք դուք շատ։ Ինչ-որ ծանր պատասխանատվություն կամ պարտականություններ կան ձեր վրա դրած, որտեղ օգնողից չունեք։ Ինը ժեզլը խոսում է պայքարի մասին, դուք պայքարում եք։ Ինչպես կանցնի ձեր Կիրակին։ Ես ուզում եմ ասեմ, որ շաբաթվա թովու բովից, ծանր մտքերից, հիասթափությունից, որոշ հին, այսպես մինչև վերջնակետին չհասցրած հարցերից հետո Կիրակին այսպես բավականին լավ ալնելու, որոշելու եք հանգստանաք, որովհետև իսկապես շատ այսպես բուրըն շաբաթ եք ունեցել, տեսեք 6-ը կարդ հանեցի շաբաթվա 6 օրերը եւ 7-րդ օրը հանգստի օր է։ Բավականին բարդ կոնֆլիկտային հակասական իրադարձություններով ես են բուրը շաբաթ ա եղել ձեր համար, իսկ Կիրակին բավականին հանգիստ կլինի։